միությանը միանալը, որովհետև միության կողմնակիցներից շատերը կարծում են, որ Հայաստանը ունի անվտանգության խնդիր եւ մենք Ուկրաինա չենք, քանի որ Ռուսաստանն է մեր երկրի անվտանգության երաշխավորը։ Որ երկիրն է հանդիսանում մեր անվտանգության ամենամեծ սպառնալիքի զենքի հիմնական մատակարարը։ Ոնց կարա մի երկիր, որը մատակարարում է զենք, մեր թշնամու լինի մեր անվտանգության երաշխավորը։ Ինքնին դաժան մարդն երաշխավորը չի։ Ուրեմն այդ ամբողջը պատրանք է, միգուցե անվտանգության հարցերում ամենավտանգավորը գիտեք որն է, պատրանքը։ Որ դու պատրանքներ ունես, որ դու ունես ինչ-որ մի պաշտպան։ Տեսեք 15 թվականին, երբ որ ցեղասպանությունն էր, չէ, հայերը մտածում էին, որ կա պաշտպան Ռուսաստանը, որի իմիջիայլոց դե յուրե հանդիսանում էր հայ բնակչության պաշտպանը։ Բերլինի կոնգրեսով 1978-ով Ռուսաստանը ամրագրված էր որպես քրիստոնյաների կյանքի ազատությունների այդ պաշտպանը, մի մոռացեք։ Ռուսաստանը ուներ իրավական պարտավորություն պաշտպանելու հայերին, արդյոք պաշտպանեց հայերին, չէ։ Ուզում եմ ասեմ, հետևաբար ասել, որ հանուն դրա էլի հասկանալի չի։ Բայց դեռ բացի ռազմական առումով գոյություն ունի նաև երկրի տնտեսական հարցը, որտեղ իմ կարծիքով տնտեսությունն առաջնային է, որտեղ տնտեսությունն է հիմքը, ռազմական հզորության հիմքը, ամեն ինչի հիմքը տնտեսությունն է։ Այլ որ ես օրինակ էի բերում, որ եթե չտակ մեր այս բանը, փամփուշտ չեն տա, հաշ չեն տա, փամփուշտ տված տնտեսություն է։ Նապոլեոնի երբ որ ասում են ինչ է պետք պատերազմի համար, ասում են 3 բան։ Առաջինը զենք, առաջինը փող, երկրորդը փող, երրորդը փող։ Պատերազմը շատ թանկ, այսպես ասած, միջոցառում է։ Եվ իսկապես այս խնդիրն է։ Հիմա հարցը հետևյալն է, դե լավ, մտնենք եվրոպական տնտեսական միություն։ Եթե մենք մեր տնտեսությունը չենք բարելավում, արդյոք ինչ հետ ենք փոխում, այսինքն խրոնիկ մենք փոխում ենք մեր երկիրը, խրոնիկ դանդաղ մահվան ենք դատապարտում, չէ։ Ակնհայտ է, թե տնտեսությունը չի բարելավելու, արտագաղթը շարունակելու, արտագաղթ շարունակելը ծնելիությունն անկում ապրում, չգիտեմ, եւ այլ այդ ամբողջը վերջը ինչի է բերելու, հանգեցնելու է նրան, որ երկիրը հույս չունի։ Իսկ եթե դու նոր շուկա համար ձեռք բերեիր, հետո գիտեք ինչ, այստեղ ուրիշ հարց կա։ Մենք Ռուսաստանի հետ ունենք զանազան երկու պայմանագրեր, անվտանգության եւ այլն։ Ռուսաստանը սենց էլ պարտավոր էր մեզ պաշտպանելու։ Հիմա կարող է չպաշտպանի, չէ՞ ասենք։ Իհարկե հիմա էլ կարող է չպաշտպանի։ Նույն համեսին է, եթե դա մի երկիր է, որ սեփական ստորագրությունը չպետք է հարգի, այն ժամանակ չպետք է հարգեր, եւ մենք հալած յուղի պես հանգիստ ընդունում ենք, որ իրավունք ուներ սեփական ստորագրությունը չհարգելու, նույն հաջողությամբ էլ կարող չհարգի եվրոպական տնտեսական, եվրասիական տնտեսական միություն մտնելուց հետո։ Այդ ինչ է եղել չի հարգի, հիմա ինչ է այդտեղ փոխվելու։ Որտեղ հատկապես դեպքում եվրոպական պետությունների ավելի հեշտությամբ Ղարաբաղը կամ Թուրքիայի կողմից սահմանը չէին ոչ թե զիջել, այլ չպաշտպանել, չմիջամտել հարձակման դեպքում։ Թուրքիայի հարձակման։ Չգիտեմ, ես օրինակ ճիշտ ասած մտածում եմ, որ Թուրքիան մենակ կարող է հարձակվի Հայաստանի վրա մեն պարագան, եթե ռուսների հետ գա համաձայնության այդ հարցի շուրջ։ Մենակ այդ պարագային այսինքն կգա։ Ես չեմ տեսնում, որ ասենք եվրոպացիները առանց կամ հատկապես միացյալ շահագրգռված են, որ մեր վրա հարձակվեն։ Ես մի բան գիտեմ, 93 թվականի հոկտեմբերին, երբ որ թուրքերը պատրաստվում էին հարվածելու Հայաստանի տարածքին, օդային հարված էր նախատեսվում, դա իմիջիալոց գրված է Լեոնիդաս Խրիզանտոպոլոսի առաջին Հունաստանի դեսպան Հայաստանում գրքի մեջ, Կովկասյան հանգույց գրքում, եւ դա ուրիշ աղբյուրներից էլ կա, առայժմ չբացահայտել, գիտեք, որ երկիրը կանգնացրեց թուրքերին Հայաստան չեմ, դա Ռուսաստանը չէր, դա Միացյալ Նահանգների մեկ զանգն էր ընդամենը, մեկ հեռախոսային զանգ։ Սկապրոֆը զանգեց այդ ժամանակ, այսինքն անվտանգության խարտորը եւ սպառնաց, ասես մեր 6-րդ նավատորմը մոտենում է Ստամբուլին, ցանկացած շարժում Հայաստան նկատմամբ կհանգեցնի պատերազմ։ Իրանք խփեն չէին խփի իստումա։ Բայց թուրքերը չմտան։ Չմտան, վերջացավ, ուրեմն գործեց, հիմա խփեն։ Պատմասն Թուրքիայի բանան Հայաստանի համար։ Այո։ Հայաստանի համար չէ, իրենց համար։
իրենց համար, իրենց շահնա, որտեղ այսօր Թուրքիային զսպեն, մտնում է ամերիկյան քաղաքականության մեջ, Թուրքիան այսօր միացան իրականացնում են Թուրքիայի զսպման քաղաքականություն, որտեղ Թուրքիան ինչքան հզորանում է, այնքան դառնում է անկառավարելի, եւ թույլ տալ, որ Թուրքիան դառնա ավելի անկառավարելի։ Միտեղ Ամերիկան չի հասկանում, որ եթե Թուրքիան գրավում է Հայաստանը եւ միանում է Ադրբեջան եւ Միջին Արևելք, դառնում է անկառավարելի ուժ։ Իսկ Ամերիկան ուզում է։ Ռուսաստանը իր խնդիրներն է, հիմա ամեն պետություն լուծում է իր խնդիրները։ Ռուսաստանը չէր հասկանում, որ 20-21 թվականին զենք էր տալիս թուրքերին իր ողերին թշնամուն, չէ՞։ Այսինքն որ կարող է անցնի մյուս կողմը։ Ինքը տակտիկական հարց էր լուծում այդ ժամանակ, արեց, հետո էլի թուրքերը դեպուս եկան, բան եղավ։ Կա երկարաժամկետ շահեր, կա բան, հետո մի մոռացեք, մի կարծեք, որ քաղաքականությունը ամեն ինչ sense վերլուծությունների հիման վրա է ալնում։ Այդտեղ տարբեր բաներ է գործում, այդտեղ գործում է ագենտուրա, մարդկանց են բերում իշխանության, որոնք տարբեր երկրների գործակալներ են, գործում է կաշառք, սովորական, տանում են ինչ-որ մեկին տալիս են կաշառք և նա ինչ-որ որոշում անդում, դուք զարման մեկ ասում եք ինքը էշ էր, ինքը էշ չէր, ուղղակի ինքը փող աշխատեց այդ որոշման վրա, փող էր ստանում, հազար մի բան է, մենք չգիտենք, հասկանում եք, այդ տարիներ հետո մեկ էլ բացվում է փաստաթղթերը, այսօր մենք տեսնում ենք, զարմանում ենք, ասում ենք, վայ, էս ոնց եղավ, չէ, այսինքն 17 թվականի հեղափոխության մասին հիմա մի քիչ ավելի շատ բաներ է բացվել, մեզ համար ավելի պարզ է, թե 17 թվականը ոնց եղավ։ Այն ժամանակ չէ, ինֆորմացիան քիչ էր, շատ բան ոնց որ ասած մեզ համար անհասկանալի էր, հիմա մի քիչ ավելի շատացել է։ Վաղը միսօր կարող է մեր այս մեկը չգիտենք, չէ՞, օրերին ինչի է կատարվում այս ամբողջը։ Կանցնի կարող է մի 50 տարի, ինչ որ փաստաթղթեր կբացվեն եւ ավելի շատ բան կարող է բացահայտվի, ինչու որ որոշումը ինչի իման վրա է կատարվել։ Լավ կամ վատ։ Լավ կամ վատ, կարող է ապացուցի, որ այո, իսկապես ճիշտ որոշումը սա էր, կամ էլ հակառակը ապացուցի, որ չէ, գիտեք, այդ որոշման մեջ եղել է բավականին, այսպես ասած, անձնական շահագրգռություն, դա էլ կա։